կարող եք թույլ տալ ձեր կյանքում, որոնք արգելափակում են ձեր փողի ներհոսքը։ Առատության հասանելիությունը մուտքը դեպի ֆինանսական աշխարհ։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես Սուզին եմ, անթրոպոլոգ, ֆենշուի մասնագետ եւ այս ծրագրի ստեղծողը։ Այսօր խոսելու եմ 4 սխալների մասին եւ ինչ անել, որ առատությունը միշտ բաց պահի իր դռները։ Երբևէ զգացել եք, որ ձեր սիրտը թրջում է կրծքավանդակում, երբ բացում եք ձեր փոստարկղը, գտնում եք նամակներ կամ բանկից նամակ, զգացել եք, որ ձեր կրծքավանդակի որովայնում գտնվող գնդիկը կբարձրանա եւ դուք ստուգում եք ձեր բանկային հաշիվները։ Գիտեք, որ նրանք չեն ծաղկում։ Եթե այդպես է, վատ եք զգում, ուրեմն դուք ունեք ֆինանսական ապագայի նկատմամբ անհանգստություն։ Մեքենան վարելիս աղմուկ մեքենայում, ու ճապի մատնվել չիմանալով, թե ինչպես անել, անընդհատ հիասթափված, չես կարող թույլ տալ հանգստյան օրեր, եւ երբ հոգնածս փորձում ես այլ գործունեություն կատարել եկամուտը լրացնելու համար։ Ստացած եկամուտը իհարկե գոհացուցիչ է, բայց ծախսերն այնպիսին են, որ չես կարողանում դիմանալ։ Եվ ինչ է այն վախը, այն անհանգստությունը, զգացողությունը, որ չես կարող մի փոքր կոպեկ ծախսել քեզ հաճոյանալու համար, որպեսզի հաճույք ստանաս կյանքում։ Պարզապես ուզում ես, որ կարողանաս վայելել կյանքը ձեր ընկերների, ձեր ընտանիքի հետ, որ կարող ես երեխաներին տանել զվարճանքների այգի, առանց մտածելու, թե որքան կարժենա այն ձեզ համար, պարզապես կցանկանաք, որ կարողանաք ապրել եւ ուրախացնել ձեզ, բայց դուք չեք կարող, քանի որ ձեր հաշիվներն անհուսահատորեն չափազանց են եւ բանկիրը այնպես է իր աչքը ծանրացնում ձեր վրա, ասես մեղադրելով ձեզ չափից շատ գումար ծախսելու մեջ։ Գավաթն այնքան լիքն էր, որ ես որոշեցի ամեն ինչ ձեռքս վերցնել, ուստի սկսեցի ուսումնասիրել այդ առատության մեխանիզմները, որպեսզի առօրյայում կարողանալ օգտագործել։ Դեռևս համալսարանում սովորելու տարիներին ծանոթացել էի արևելյան մի շարք օրինաչափությունների մասին գիտությունների հետ։ Կա այդ ծածկագիրը, որ մեր ներսում մենք ունենք օրինաչափություններ եւ համոզմունքներ, որոնք պիտի կարողանանք աշխատեցնել քայլող կյանքում, հատկապես այն փողի հետ կապված, որ թույլ չի տալիս մեզ բավականաչափ վաստակել։ Ես կազմակերպեցի այդ մեխանիզմները, սկսեցի կիրառել դրանք եւ օգտագործեցի հայտնագործությունների այդ հավաքածուն, որոնց միջև օրս հետևում եմ։ Այս տեսանյութում ես կխոսեմ ձեզ հետ 4 սխալների մասին, որոնք պետք է ուղղել, որպեսզի հավասարակշռեք առատության պակասի զգացումը։ Ֆենշույը կյանքի եւ աշխատանքի վայրերի ինտերիերի միահույս զարգացման տեխնիկա է, որը հնարավորություն է տալիս խթանել եւ հավասարակշռել ներդաշնակությունը, հանգստությունն ու բարեկեցությունը։ Կա լրացուցիչ գործառույթ, դա բացելն է։ 4 սխալներ, որոնցից պետք է խուսափել, որպեսզի նպաստեք ձեր ամենամեծ առատությանը։ Պատկերացրեք, որ դուք մտնում եք Սարդոսյաններով լի սենյակ, ամենուր տհաճ է։ Չին, որը կոչվում է էներգիան, խառնաշփոթ տանը պարզապես չի շրջանառվում։ Խաղի նպատակն այն է, որ կարգի բերեք, կազմակերպեք ձեր տարածքը, դասավորեք, նվիրեք կամ վաճառեք այն, ինչ չեք օգտագործում, հատկապես հագուստը, եւ կտեսնեք, որ այդ անելով անմիջապես ավելի թեթև կզգաք։ Իրականում հեռացնելով տարածությունը զբաղեցնող իրերը, պատվիրում եք տիեզերքին ազդանշան տալով, որ պատրաստ եք առատություն ստանալ, եւ ասում եք. «Տես, ես տեղ եմ բացել նորը ստանալու համար», այնպես որ կարգի բերեք, մաքրեք։ Երկրորդ տարածված սխալը, որ ես տեսնում եմ, կապված է տան էներգիայի շրջանառության հետ։ Երբ մտնում ես տուն, քեզ այդ էներգիան է ներս մտնում։ Իհարկե, դուք ներս եք մտնում հիմնականում մուտքի դռնով։ Մուտքի դուռը կոչվում է բերան։ Եթե ձեր առջև դուռն այնքան էլ ողջունելի չէ, մի քիչ ավելին, այն դժվարությամբ է բացվում կամ ճռճռում է, ուրեմն լավ հոգ տարեք, շտկեք այն, յուղեք, եթե նույնիսկ անհրաժեշտ է պետք է ներկել կամ լաքել։ Եթե համոզվեք, որ այդ դուռը լավ վիճակում է, ապա պետք է հետևել, որ չլինի ինչ-որ բան դռան հետևում։ Դռան հետևում մուտքի նախասրահն է, եւ այն ինչ տեսնում եք մուտքի նախասրահում,
պայմանավորում է այն էներգիան, որը ներս է մտնում։ Այսինքն, այնինչ գեղեցիկ է նրա օգտին է, որպես գրավական տուն մտնելու համար։ Եթե դուք ունեք շորեր, որոնք բոլորը դրված են իրար պատվանդանի վրա, փոստով լի, նամակներով լի սեղան, մանր մետաղադրամների կույտ ավտոբուսի համար, դա հաճելի չէ, ողջունելի չէ, եւ էներգիան հակված է չմտնել, ուստի մուտքի դահլիճը դառնում է ընդունելության համար հաճելի եւ գեղեցիկ, նրբագեղ ձևավորմամբ ինչ-որ մի բան, որտեղ լավ հոտ է գալիս, էներգիան պայմանավորված է դրանով, հրավիրում է, հրապուրվում է։ Հաջորդը գրասեղանի վատ դիրքն է, տանը կամ աշխատավայրում։ Դուք պետք է ձեր գրասեղանը դնեք այնպես, որ այդ դիրքը կոչվի ուժի դիրք։ Փակվում է իշխանության դիրքը եւ նստում ես գրասեղանի մոտ մեջքով դեպի ներս մտնողը։ Պետք է կարողանաս տեսնել մարդկանց, ովքեր մտնում են սենյակ, ճիշտ այնպես, երբ դու գնում ես ռեստորան եւ հայտնվում մեջքով դեպի հրապարակ, որտեղ մարդիկ անցնում են հետևից, կախվում քո պայուսակից եւ գցում քո բաճկոնը։ Դու ապահով չես զգում, հարմարավետ չես զգում, քանի որ չես կարողանում տեսնել, թե ինչ է կատարվում հետևում։ Լավ է այն, ինչ տեսնում ես։ Չորրորդ սխալն այն է, երբ տեսնում եմ մարդկանց, ովքեր օգտագործում են առատության դեմ սիմվոլիզմը, այսինքն դա արվում է անգիտակից վիճակում։ Կարող է անգիտակից հաղորդագրություն ուղարկել այն մասին, որ չի աշխատել, այսինքն տիեզերք է հաղորդագրություն ուղարկում, որ դժվար է ապրուստը, վաստակել է եւ դա այդպես մնում է։ Կամ բոնզայը ճիշտ տեղում չի դնում։ Բոնզայը դա պետք է դրվի այնտեղ, որ նա ավելի շատ փող բերի եւ ոչ թե էներգիա խլի։ Կամ վախենում է գումարներից։ Այո, վերջին դեպքը պատմեմ, երբ հաճախորդը զանգեց, ասաց, ինձ աշխատանք են առաջարկել 5000 եվրո աշխատավարձով, սակայն ես վայր եմ ընկել, ոտքս վնասել, չեմ կարողացել գնալ։ Կարող ես ինձ օգնել։ Սա մի տեսանյութում կբացատրեմ ինչու է այդպես եղել։ Այստեղ միայն ասեմ, որ մտքով մի ուղարկեք հաղորդագրություն, որ նախընտրում ես շատ գումար չաշխատել, ասելով, որ մենք երբեք չգիտենք, թե մարդիկ ինչ կարող են տեսնել եւ իր մասին ինչ մտածել։ Եվ այդպես ունենում եք էներգիայի կորուստ։ Դետեկտիվի աչքով նայեք ձեր բնակարանը։ Եթե տեսնեք վատ վիճակում գտնվող առարկաներ, որոնք աղքատության տպավորություն են թողնում, դե նետեք։ Կարողանալ կյանքում ունենալ հարմոնիա եւ երջանկության դռներ բացել, ունենալ դռները բացող գաղտնիքների բանալիներ։ Սովորեք երկխոսել ձեր ապրելու վայրի հետ, որպեսզի նա ձեզ բացահայտի, պատմի իր գաղտնիքները։